Մինչև հայկական կողմում Ադրբեջանի հետ խաղաղության քարոզն է թևածում, Բաքվից դարձյալ հոխորտանքներ ենք լսում։ Ալիևը չի զսպվում, նախորդին էլի աքլոր է կտրել Զանգեզուրի միջանցք ձևակերպումը գործածել։ Զանգեզուրի միջանցքի բացումն արդեն հաստատել է ԱՄՆ նախագահը, իսկ անվանումը կարող է փոխվել, սակայն էությունը մնում է նույնը։ Աշխարհը խառն է, Ալիևը կայուն իր պնդումներում։ Մասնագետները կանխատեսում են, որ նա չի հրաժարվելու իր ռազմավարությունից։ Նրա պատկերացմամբ Սյունիքի տարածքով ճանապարհի այնպիսի ռեժիմ է նախատեսվում, որը Հայաստանի ինքնիշխան իրավազորության էական սահմանափակում է ենթադրում վերահսկողության ու անվտանգության ոլորտներում։ Ավելի պարզ, Ալիևն ասում է, անվանումը միջանցք ճանապարհ թե ուղի լինի, չի փոխում բովանդակությունը։ Ճանապարհը պաշտոնապես կոչվել է TRIP, Trump Road for International Peace and Prosperity, որ նույնն է թե Թրամփի ուղի միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար, բայց Ադրբեջանը համառորեն շարունակում է կիրառել Զանգեզուրի միջանցքի եզրույթը, ընդգծելով իր ախորժակը, թե Հայաստանի ինքնիշխանությունը այդ տարածքում էական սահմանափակումներ կունենա։ Ալիևը պահը բաց չի թողել Թրամփին էլ ռևերանսներ անելու, ասել է Թրամփի վարչակազմի իշխանության գալուց հետո իրավիճակն արմատապես փոխվել է։ Այսօր Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռներ են գնում, ճանապարհները բաց են եւ նույնիսկ ադրբեջանական նավթամթերքներն են արտահանվում Հայաստան։ Նա դիվանագիտական հնարքներ է բանեցնում, գովաբանում է Թրամփին ու հնդածս միջանցքային իր ռազմավարությունը առաջ մղում։ Դա ես հոխորտալ եմ համարում։ Իրենք, այսինքն, այնքան էլ դեռևս կողմ չեն այն ամենին, ինչ Միացյալ Նահանգների նախագահը երկու նախագահների Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ համաձայնագիր ասեմ, խաղաղության հռչակագիր ասեմ, ստորագրելուց հետո հարցը դրանով ուրեմն ուզում են ավարտած լինել։ Իրենք այլ կերպ են բնականաբար հասկանում այդ միջանցքը։ Մենք գիտենք ինչպես հասկանալ այդ միջանցքի էությունը, այնուամենայնիվ այդ հոխորտանքը թող պահեն իրենց։ Ալիևյան նարատիվը ակնհայտորեն հակադրվում է հայկական կողմի դիրքորոշմանը։ Երևանը բազմիցս է բարձրաձայնել ինքնիշխանության պահպանմամբ սուվերեն երկրով անցնող ճանապարհների բացման անհրաժեշտության, միջազգային նորմերի պահպանության ու պաշտպանության մասին։ Ալիևը, նկատենք, իր այս ճանապարհին մենակ չէ։ Բաքվի հետ տանդեմի զույգ անկարանել լուրջ է այս օրերին։ Էրդողանը նախ բողոքեց Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ժողովրդահանրապետականներից, թե 44-օրյա պատերազմի ժամանակ մեջբերում երկրի թշնամիները Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու համար։ Հետո էլ Էրդողանը զարկ տվեց երևակայությանը իր ընդդիմադիրների ու հայկական սփյուռքի վերաբերյալ դավադրության տեսություններ հյուսելով։ Սրանք նույն մարդիկ էին, ովքեր հայկական սփյուռքի հետ դավադրությամբ դեմ էին մեր կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությանը Ղարաբաղում 44-օրյա հայրենական պատերազմի ժամանակ։ Չեմ հավատում դրան, որ իրենք պիտի միանային, ուրեմն սփյուռքահայերը գործը համագործակցեն Թուրքիայի հետ, դա ես իմ աչքով տեսնեմ չեմ կարող հավատալ։ Որքան էլ մասնագետները անհեթեթություն համարեն թուրք ընդդիմադիրների հետ հայկական սփյուռքի գործակցությունը, միևնույն է Ալիևն ու Էրդողանը նույն կերպ, նույն ձեռագրով են համարում իրենց պնդումներում։ Ավելին, խաղաղության խաղը բռնած հայտարարում են, թե համաշխարհային զարգացումներն ընթանում են այն ուղղությամբ, որ յուրաքանչյուր երկիր պետք է նախ եւ առաջ ամրապնդի իր ռազմական ներուժն ու անվտանգությունը։ Ալիևը բառացի է ձևակերպում ժամանակակից աշխարհում այլևս գոյություն չունի միջազգային իրավունք կոչվածը։ Թող բոլորը մոռանան դրա մասին։ Կա ուժ, կա համագործակցություն, կա դաշինք, կա փոխադարձ աջակցություն։ Սա նրա խոսքի վերջն է։ Եվ ուրեմն այս համապատկերում ուր է գնում խաղաղության օրակարգը։ Սիրանուշ Մուրադյան, ժամը լրատվական։